Ինչու իմ դասավանդման մեթոդը տարբերվում ուրիշ դասախոսների դասավանդման մեթոդից։ Ես ուղղակի դառային դասախոսը, որը որ ես կերազեի, որ ունենայի, որտեվ իմ դասախոսների, որ ես իրենց մոտ պարապում էի, ինչ էին անում, հիմնականում մի տոննա հազարություն էին քեզ տալիս, ու ասում են վերջ գնաս տունը կլուծես։ Ստացվում է դասի ժամանակ ավելորդ վատնում ես։ Ավելորդ ժամանակ ես վատնում, գնում ես հասնում ես դասի, իրանք քեզ այնքան որ մի տոննա հազարություն է տալիս, ասում են դե գնա։ Այսպես ասում են դու ինքդ քեզ պիտի սովորացնես, իրանք ուղղակի ոնց որ քերականությունը բացատրելու ու հազարություն տալու համար այնտեղ լինեն։ Բայց ստացվում է ուղղակի իրանք ժամանակը վատնում են։ Բարես բուն իմաստով ժամանակդ վատում են, դու այդքան պատրաստվել ես, հագնվել ես, գնացել ես, հասել ես տեղ, այնտեղ մի քանի ժամ նստում ես, իրանք քերականություն բացատրում են, հետո գնում ես տուն, հետո տուն այնքան լիք անելու բան ունես։ Ես ուղղակի սկսեցի ինձ դասավանդել, որ մարդիկ տունը չանեն, որովհետև մարդիկ աշխատում են, մարդիկ ժամանակ չունեն։ Եթե երեխայը հա կարող է ունենա, բայց եթե աշխատող մարդիկ են, իրանք ժամանակը չունեն, ու իրանք տնային միևնա չեն անելու, կամ եթե շատ քիչ ունենան ժամանակ անելու, բայց բոլորն իհարկե ուզում են դասի ժամանակ սովորացնել։ Որովհետև ես ոնց եմ սովորացնում։ Նախ մենք տեքստերն ենք կարդում, հետո այդ տեքստերը սկսում ենք թարգմանել։ Ես արագ բառերը գրում եմ, այսինքն որ այդ մարդու վրա ոչ մի բան չմնա, ինքը տունը ոչ տեքստ թարգմանի, ոչ մի բան չթարգմանի։ Կողքի ես բառերը արագ իր չիմացած բառերը գրում եմ, հայերեն տառերով արտասանություն գրում եմ, հայերեն թարգմանությունը, հետո դասհետո այդ մարդուն ուղարկում այդ բառերը։ Հետո այդ նախադասություններ են կազմում այդ բառերով, որ բառերը տպավորվի, ոչ թե ուղղակի գրեմ ու ուղարկեմ։ Այդ նախադասություն են կազմում այդ թեմայի շուրջ տեքստի երկուսան հետ կապված մի հատ մենք ենք խոսում եւ որ բառերը տպավորվի։ Հետո մյուս դասին այդ բառերը կրկնելով ասում ենք առաջ։ Այդպես զարգանում է խոսակցական հմտությունը։ Եվ քերականությունը իհարկե շատ է բացատրում եւ այլն։ Այսինքն ինքը դասի ժամանակ արդեն պատրաստի սովորում է։ Եթե ինքը իր վրա աշխատեց, տունը սովորեց, շատ ավելի լավ, բայց եթե նույնիսկ չաշխատեց, ինքը դասի ժամանակ արդեն ամենից սովորում է հենց դաս սովորելու համար, ոչ թե հանձնարարություն տալու համար։ Ու նույն ձև գրել եմ իմ գրքերը։ Այսինքն տեքստերն են երկխոսությունները, որ պետք է այդ օքսֆորդի գրքերով մենք իրար հետ անցնեինք, երբ որ անգլիական պարապեինք, գրել եմ կողքելի հայերեն թարգմանությունը, հայերեն տառով արտասանությունը, հետո բառեր են առանձնացված, հետո նույն նախադասություններ կա, պետք է նախադասություններ կազմես նույն քո սովորած բառերով, քերականությունը շատ հեշտ բացատրված, այսինքն նույն բանը, ինչ որ ես պետք է քեզ սովորացնեի, նույն ձև գրքերը գրել եմ։ Դրա համար գրքերը զարգացում է ամենակարևորը խոսակցական հմտություն, լսողական, նույն տեքստերը ունեն լսողականներ կարող ես լսել եւ քերականական հմտությունը։